Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արմլուր լրատվականի տաղավարում այսօր զրուցելու ենք քաղաքագետ դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց, շնորհակալ ենք մեզ զրույցի հրավերն ընդունելու համար։ Սկսենք մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից, որի մասնակցում էր նաև ձեր կուսակցության ներկայացուցիչը, ինչպես կգնահատեք Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները եւ արդյոք ինչ եք կարծում, Գյումրին ընտրեց թե մերժեց ԿՊ-ին, ձեր դիտարկումները։ Շատ երկար բազմաշերտ վերլուծություն կարող ենք անել Գյումրիի ընտրությունների մասով, ես այդքան չեմ ծավալվի, մի քանի կարևոր բան կասեմ։ Առաջին, այս ընտրությունները ունեին բացի քաղաքային նշանակությունից կամ տեղական նշանակությունից նաև վառ ընդգծված քաղաքական համատեքստ եւ դա պայմանավորված էր առաջին հերթին այն հանգամանքով, որ 1 տարի հետո սպասվում են խորհրդարանական ընտրություններ, իսկ դրանք նախորդում էին այդ ընտրություններին եւ երկրորդ Գյումրին իր տարածքով բնակչությամբ հանրապետության երկրորդ քաղաքն է։ Սա մեկ, երկրորդը այս ընտրություններում դրական էր այն, որ ԿՊ-ն 50% գումարած մեկ չստացավ եւ երկրորդը, որ քաղաքացիները համոզվեցին, որ ընտրությունների ճանապարհով հնարավոր են երկրում փոփոխություններ։ Հատկապես երկրորդ հանգամանքը ես շատ կարևորում եմ։ Դե մենք այն քաղաքական ուժն ենք, որ թիմ մի շարք ընտրություններին մասնակցել ենք, 5 տեղ հաղթել ենք, 2 տեղ ունենք թվով երկրորդ խմբակցությունը, այս Գյումրիում ստացանք 3%, իհարկե կարող ենք ավելի լավ ցուցանիշ ունենալ, բայց դա պարտություն ես չէի համարի, առաջին հերթին, որտեղ գերխնդիրը ԿՊ-ին իշխանություն թույլ չտալու լուծվել է, երկրորդը չափից դուրս ուռճացված մասնակցությունը, որը նաև վարչական ռեսուրսի հետևանք էր, այսպիսի պատկեր ստեղծեց։ Օրինակ, անցած ընտրությունների մասնակցել էին 27000 մարդ, այդ ցուցանիշով մենք միանշանակ անցողիկ շեմա հաղթահարում էինք։ Եթե նույնիսկ 35000 լիներ մասնակցությունը, մենք հաղթահարում էինք, այսինքն այստեղ ուղղակի անկանխատեսելի բարձր մասնակցություն եղավ, որը բացի մրցակցությունից, կրկնում եմ, վարչական ռեսուրսի չարաշահման հետևանք էր։ Ուրեմն երրորդ հանգամանքը այս ընտրությունները մրցակցության էին, որտեղ դրանց մասնակցում էին Գյումրի ազդեցիկ կլանները, կուսակցություններ եւ այլն, բայց ոչ մի կերպ այդ ընտրությունները ես օրինական կամ արդար չէի համարի։ Չարաշահումները չափազանց շատ էին, հատկապես վարչական ռեսուրս։ Եվ չորրորդ հետևությունը անեմ, ցավոք սրտի քաղաքական համակարգ այս ընտրություններում պարտվեց։ Որտեղ եթե նայում ենք պատկերը, այո, ԿՊ-ն չի մեծամասնություն չունի, դա հուսադրող է, բայց նրան որպես հակակշիռ հանդես եկան Գյումրվա ազդեցիկ երկու կլանները, եւ նրանց հաջողությունները ամենևին էլ քաղաքական գործոնով պայմանավորված չի։ Այլ խոսքով, գնահատելով հանդերձ Վարդան Ղուկասյանի նախընտրական արշավը, նրան դիմադիր դիրքավորումը, Վարդան Ղուկասյանը բոլոր առումներով ԿՊ-ի իդեալական այլընտրանքը չի։ Բայց ունենք այն, ինչ ունենք, հասարակության ընտրությունը այսպիսին է։ Եվ շատերի մոտ է այդ կարծիքը, մարդիկ վախ ունեն, որ Վարդան Ղուկասյանը կարող է մինչև վերջ չմնալ որպես ընդդիմադիր։ Դուք վախ ունեն, թող չտային։ Նա բոլորս մասնակցել ենք ընտրությունների, շատ մեծ ընտրության հնարավորություններ ուներ հասարակությունը։ Կրկնում եմ, դրական է ԿՊ-ին զրկելը իշխանություն ձևավորելու իրավունքից, բայց ես էլ ձերպես Վարդան Ղուկասյանին գաղափարական արժեքային իմաստով սկզբունքային ընդդիմադիր չեմ համարի։ Ընդհանրապես ընդդիմադիր դիրքավորված էր նա այս ընտրարշավում, հետո իրեն ինչպես կդրսևորի։ Ես որևէ երաշխիք կամ բան այդ առումով չեմ կարող տալ, հակառակ պարագայում իմ թիմը եւ Վարդան Ղուկասյանի թիմը նույն ցուցակում կլինեին։
Ձեր խոսքում նշեցիք, որ անմասն չի մնա այս ընտրությունները եւ իրոք իրենց ազդեցությունը կթողնեն 2026 թվականին սպասվող համապետական ընտրությունների վրա։ Հիմա կխնդրեմ առավել մանրամասն։ Ամեն ինչ պիտի արվի, որ Գյումրիի մոդելը ամբողջ երկրի վրա չտարածվի։ Արդեն ասացած պատճառով։ Գյումրիում հաջողության են հասել առաջին հերթին իշխանությունը վարչական ռեսուրսներով եւ երկու կլաններ։ Հիմա պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այդ կլանը ամբողջ հանրապետության վրա չտարածվի, որտեղ այդ մոդելը, այդ կներեք, այդ մոդելը ամբողջ հանրապետության վրա չտարածվի, որտեղ այդ մոդելը նշանակում է փակ շղթա։ Էլ իշխանությանը շանս ենք տալու հնարավորություն այդ սև սպիտակ հին նոր շահագործելու, շահարկելու եւ մոդելը չէր կարող Գյումրիի մոդելը ամբողջ երկրի վրա տարածվել, որովհետեւ անկեղծ լինենք, ելի եմ կրկնում ամենայն հարգանքով իրենց անձերի նկատմամբ, ոչ Մարտուն Գրիգորյանը, ոչ Վարդան Ղուկասյանը Գյումրիից դուրս պարզապես ձայներ չունեն եւ ազդեցություն չունեն։ Հետեւաբար Գյումրին կարեւոր էր, մենք հասկացանք, որ ԿՊ-ն գահավիժող վարկանիշ ունի, մենք հասկացանք, որ ընտրություններով հնարավոր են փոփոխություններ, բայց քաղաքական ուժերը, այդ թվում դեմոկրատական այլընտրանքը լուրջ հետևություններ պետք է անեն այս մեկ տարում մեր ունեցած սխալները, որոնք հիմնականում կազմակերպչական բնույթի են, շտկելու եւ ընտրողին ավելի արժանապատիվ մոտենալու համար մեկ տարի հետո, երբ որ համապետական ընտրություններ են։ Վերադառնանք Երևան, շատ քաղաքական ուժերի մոտ արդեն նկատում ենք, որ պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին, ինչու՞ չէ նաև իշխանությունը եւս պատրաստվում է եւ այս օրերին շահարկվող խաղաղության պայմանագիրը ասված է, փաստաթուղթը, որը արդեն բոլոր կետերով համաձայնեցված է, մարդիկ դիտարկում են, որ սա եւս Փաշինյանի կողմից քարոզարշավի մի մաս է կազմում, արդյոք դուք այդպես եք կարծում։ Դե Փաշինյանին այդ թուղթը պետք է, որպեսզի փոխարինի են մուրճին, այդ թուղթը ձեռքին կամ այն քարտեզի մակետին շրջի ամբողջ երկրով եւ իրեն դիրքավորի որպես խաղաղության օրակարգի ջատագով։ Իրականում Հայաստանը շատ հեռու է խաղաղությունից։ Նախ այդ համաձայնեցված փաստաթուղթը Հայաստանի միակողմանի զիջումների մենյու է։ Այնտեղ 17 կետերի մեջ չկա որևէ կետ, որը Հայաստանի ցանկությամբ է տեղ գտել այդ համաձայնագրում կամ Հայաստանի առաջարկների հիման վրա է ձևավորվել։ Եվ հենց Փաշինյանն էլ ասել է, եթե Ադրբեջանը հրաժարվի ստորագրել խաղաղության պայմանագիրը, ինքը միակողմանի կստորագրի։ Դա անհետեցություն է, որովհետև նույնիսկ այդ փաստաթուղթը, ասեմ ինչի է անհետեցություն։ Նախ պայմանագիրը ենթադրում է երկու կողմ։ Ինչքան ուզում ես մի բանը ստորագրի։ Եթե մյուս կողմը պարտավորությունի տակ չի մտնում, քո ստորագրությունը գրոշի արժեք չունի։ 1. Երկրորդը նույնիսկ եթե ընդունենք, որ այս փաստաթուղթը կստորագրվի, 17 կետանոց, դա բացարձակապես չի երաշխավորում խաղաղություն, որովհետև դրանով չի լուծվում a. ռազմագերիների տուն վերադարձի հարցը եւ b. դրանով Հայաստանի շրջափակումը չի վերացվում։ Այդ դեպքում ինչու է շահարկվում։ Ով ինչի է շահարկում։ Խաղաղության պայմանագիրը ինչու է այս իշխանությունների կողմից։ Շահարկում է, որովհետև ժողովրդին մանիպուլացնելով փորձում են ժողովրդին ներկայացնել, որ դրա այլընտրանքը պատերազմ է եւ այլն եւ այլն։ Ես չեմ ասում պայմանագրի այլընտրանքը պատերազմը չի, բայց այս փաստաթուղթն էլ չի վերացնում պատերազմի նախադրյալները։ Երրորդ այդ փաստաթուղթը Ալիևը չի պատրաստում ստորագրել, հիմա առավել եւս չի ստորագրելու։ Նախ նա օֆիցիալ երկու նախապայման առաջ քաշել, բայց բացի այդ օֆիցիալ նախապայմաններից դուրս նկատի ունենանք շատ կարևոր մի հանգամանք։ Դա ուշադիր հետևում է այն զարգացումներին, որ տեղի են ունենում Իրանի շուրջ։ Եվ հաշվարկել է մի իրավիճակ, որը ահվոր բարենպաստ կարող է լինել Ադրբեջանի համար եւ նա կարող է ավելին կորզել Հայաստանից։ Հիմա Իրանի շուրջ իսկապես տեղի են ունենում վտանգավոր զարգացումներ։ Չնայած նախագահ Թրամփը իրեն հռչակել է որպես խաղաղության օրակարգի ջերմեռան ջատագով եւ մի շարք տեղեր մենք իսկապես տեսնում ենք, որ նա փորձում է վերջ տալ պատերազմին, օրինակ Ուկրաինայում, բայց Իրանի հարցում Թրամփի վարչակազմը միասնական դիրքորոշում չունի։ Մի կողմից առաջին հերթին Ամերիկան
թեզի կողմնակիցներն են, մագաշարժման կորիզը, որը ներքին խնդիրների վրա է կենտրոնանում եւ կարծում եմ, որ իրանական խնդիրը դիվանագիտական հանգուցալուծում պիտի ունենա, մյուս կողմից հանրապետականների եւ նաեւ դեմոկրատների այսպես կոչված բազեներն են, որոնք կարծում են, որ Իրանի դեմ ռազմական կամպանիա պետք է սանձազերծվի, մանավանդ այդ բոլորը գտնվում են նաեւ հրեական լոբիի ազդեցության տակ, իսկ Նեթանյահուի կառավարության գլխավոր նպատակը թերևս Մերձարավոր արևելյան մի մեծ պատերազմի սանձազերծումն է, որը անխուսափելի կդարձնի նաեւ Միացյալ Նահանգների մասնակցությունը։ Աստված մի արածցե, եթե դիվանագիտական լուծում չգտնվի իրանական պատմությանը եւ բանը հասնի պատերազմին, ես կանխատեսում եմ, որ այսինքն ոչ թե կանխատեսում եմ, անվիճարկելիորեն Արևմուտքի, Ադրբեջանի, Իսրայելի համար անգամներով աճելու է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը։ Իսկ այդ պարագայում Ադրբեջանը գին է ուզելու, որը վճարելու ենք Հայաստանն ու հայ ժողովուրդը մենք։ Պարոն Սուրենյանց պատկերացնենք մի իրավիճակ, երբ արդեն այնուամենայնիվ կնքվել է խաղաղության պայմանագիրը, այստեղ ինչ դիրքորոշում է ունենալու մեր հարևան Իրանը եւ ինչ է շահելու Հայաստանի Հանրապետությունը, քանի որ Արարատ Միրզոյանն է հայտարարել, որ խաղաղության պայմանագրով Հայաստանը միայն շահելու է։ Գիտեք, նորմալ խաղաղության պայմանագրով ցանկացած երկիր շահելու է։ Խաղաղության նույնիսկ վատ պայմանագիրն է ավելի շահեկան, քան դրա բացակայությունը։ Բայց այս պարագայում ես նախ կրկնում եմ, նախ հակառակ կողմը պատրաստ չի դրան ստորագրել, սա մեկ։ Եվ երկրորդ այդ պայմանագիրը համաձայնեցված 17 կետերը խաղաղության մասին չեն։ Հետևաբար Արարատ Միրզոյանը տեսական լոլոներ կարդալու փոխարեն թող առաջին հերթին իր ղեկավարի Նիկոլ Փաշինյանին համոզի այդ փաստաթուղթը հրապարակայնացնել։ Եվ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ ամեն գնով ստանալու է Զանգեզուրի միջանցքը ու նաև վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչ ինտենսիվությամբ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս պարագայում շատ քաղաքական ռազմական գործիչներ նշում են, որ Հայաստանում պատերազմի վտանգ կա։ Դուք տեսնում եք պատերազմի վտանգը այսօր եւ ինչ արդյոք կարող է այս իշխանությունը դիմակայել, եթե պատերազմ լինի։ Աստված մի արածը, եթե պատերազմ լինի, Հայաստան այս պահին վիճակի չէ դիմակայել։ Եկեք սա ընդունենք որպես աքսիոմատիկ մի ճշմարտություն ուժային այսօրվա դիսբալանսի պայմաններում։ Սա մեկ։ Երկրորդը, ես նոր մի սցենար նկարագրեցի կապված իրանական կամպանիայի հետ, ռազմական էսկալացիայի վտանգը, որը կարող է կասկածի տակ դնել Հայաստանի պետականությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Դրա մասին է ես խոսում, որ եթե Իրանի շուրջ անցանկալի զարգացումներ տեղի ունենան, Սյունիք ներխուժումը միանգամայն հնարավոր ողբերգական, բայց միանգամայն հնարավոր սցենար է։ Նաև անդրադառնանք Փաշինյանի վերջին հայտարարություններին, ընդդիմությանն է ասել, որ ինքը երբ վաղ առավոտյան հեծանիվ է քշում, նրանք դեռ քնած են եւ ասում են մեկ-մեկ էլ զանգն եմ հնչեցնում, բայց դեռ շարունակում են խորը քնել, ու նաև երեք հայտարարեց անդրադառնալով վարորդական իրավունքներին, նշեց, որ հիմա ամեն ինչը շատ ավելի հեշտ է, ուղղակի պետք է դնել դեի վրա եւ գազ տալ։ Փաշինյանի հայտարարությունները անշուշտ պարոն Սուրենյանց դուք եւս կփաստեք, որ ենթատեքստեր պարունակում է։ Ինչ ենթատեքստ է պարունակում եւ այսպես Փաշինյանը գազ տալով մինչեւ ուր է հասնելու։ Ես ոչ հոգեբան եմ, ոչ հոգեբույժ, որ դուք ինձ ստիպում եք մեկնաբանել այդ մարդու հայտարարությունները։ Բայց վարչապետն է, չէ՞ հայտարարում։ Դες գիտեք, մի հատ հայտնի արտահայտություն կա, որ հայտնի մարդուն գժանոց չեն տանում, որտեղ ամբողջ երկիրը վերածվել է գժանոցի։ Մոտավորապես սահմանափակվենք սրանով։ Խնդրեմ անդրադարձեք ներքաղաքական իրավիճակին, ինչ զարգացումների կանխատեսում ունեք։ Գիտեք, ակնհայտորեն երկիրը գնում է դեպի 2026-ի ընտրություններ, արտահերթ ընտրությունների պատուհանը գրեթե փակված է։
Ես չեմ կարծում, որ ինչ-որ ֆորս մաժորներ ներքին լինեն, որը հանգեցնեն արտաքին ընտրություններին։ Մեր խնդիրը պիտի լինի նաև Գյումրիի ընտրություններից դասեր քաղելով, այնպիսի ներքաղաքական այլընտրանքային կենտրոն կարողանանք ձևավորել, որը կարողանա հաջողության հասնել ազգային ժողովի համապետական ընտրություններում եւ իշխանությունից հեռացնել քաղաքացիական պայմանագրին։ Սա գլխավոր խնդիրն է, հա։ Բայց ներքաղաքական օրակարգի վրա կենտրոնանալուց սա շատ ծանր տարի է լինելու Հայաստանի համար։ Տնտեսական ցուցանիշները գնալով վատանալու են, իսկ դա նշանակում է, որ սոցիալական վիճակը ավելի վատանալու է մարդկանց եւ նոր քիչ առաջ խոսում էինք անվտանգային խնդիրների մասին։ Այդ ամեն ինչը կարող են այդ անվտանգային ճգնաժամը կարող է այնպես սրվել, որ ներքաղաքական խնդիրները ուղղակի մեր աչքին չերևան։ Ոչինչ այլևս կարևոր չլինի։ Ուրեմն եկեք երկու բան ֆիքսենք, երկու սցենարի հնարավորություն։ Եթե ֆորս մաժորներ լինեն, Աստված մի արածце, այդ դեպքում մենք պետք է այլ խնդիրների վրա կենտրոնանանք, գոյաբանական, որտեղ վտանգի տակ կարող է դրվել Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Եթե ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն, ուրեմն բոլորս պետք է ծրագրային, քաղաքական, կազմակերպչական աշխատանքներ տանենք ազգային ժողովի համապետական ընտրություններին հավուր պատշաճի մասնակցելու համար, մեր օրակարգում որպես առաջնահերթություն ունենալով քաղաքացիական պայմանագրին իշխանությունից հեռացնելու։ Շնորհակալ ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ մենք զրուցում ենք քաղաքագետ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։